Նելու եւ արտգործնախարարությանը եւ Շվեյցարիայի դեսպանությանը այնտեղ կոչ է արվում, ինչ ակնկալիքներ ունեք, արդյոք Շվեյցարիան իզորու կլինի այս գործընթացում որևէ քայլ ձեռնարկել։ Գլխավոր կոչը այսօրվա նամակների այն է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես Ադրբեջանում պատանդարված անձանց քաղաքացիության երկիր դիմի Շվեյցարիայի համադաշնությանը, որպես չեզոք երկիր Շվեյցարիան պետք է դիմի Ադրբեջանին, որպեսզի հյուպատոսական ծառայությունից օգտվեն մեր պատանդարված անձինք։ Այսինքն Շվեյցարիայի հյուպատոսը Ադրբեջանում այցելություն ունենա կամ պարբերական այցելություններ ունենա ՀՀ քաղաքացիներին, այսինքն մեր բոլոր գերեվարված անձանց։ Սա մեր այս կոչը, պահանջը, խնդրանքը հիմնված է Վիեննայի կոնվենցիայի վրա հյուպատոսական ծառայության մասին, որը թույլ է տալիս, որ այն պետությունները, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն, այդ երկու, այսպես ասած, հակամարտային պետությունները կարող են դիմել երրորդ չեզոք երկրի, որպեսզի կարողանան օգտվել հյուպատոսական ծառայությունից։ Դա կլինի դեսպանի այց կամ հյուպատոսի այց։ Եվ հաշվի առնելով նաև հրատապությունը, թե ընդհանուր 16 մեր հայրենակիցների այս կեղծ դատավարությունը Բաքվում, թե Ռուբեն Վարդանյանի հացադուլի հանգամանքը, խոշտանգումների հանգամանքը եւ այլն, մենք համարում ենք, որ սա հրատապ միջոց է, որը պետք է կիրառի Հայաստանի Հանրապետությունը, դիմի Շվեյցարիային, իսկ Շվեյցարիան էլ արդեն ըստ ՀՀ դիմումի դիմի Ադրբեջանին, որպեսզի այս մեխանիզմը գործարկի։ Երեք ցուցմունքներ հրապարակվեցին եւ Արայիկ Հարությունյանի եւ Լևոն Մնացականյանի, ձեր կարծիքով սրանք ինչի արդյունքում են, որ ստացել են Բաքվի դատարանում։ Ես մի քանի հստակ սկզբունք ունեմ, որ այնտեղ ինչ ցուցմունք էլ հրապարակվի, ինչ էլ ներկայացվի, ընդ որում թե գրավոր, թե բանավոր կերպով, նույնիսկ եթե տեսանյութերը առկա են, առաջին հերթին դա չի կարող լինել լեգիտիմ ապացույց, որովհետև մենք գիտենք, թե ինչ պայմաններում են մեր հայրենակիցները պահվում Բաքվում։ Երկրորդը դա կարող է խեղաթյուրված լինել թե մոնտաժի միջոցով, թե ուղղակի որպես գրավոր խոսք, եւ երրորդը ամենակարևորը մեր հայրենակիցները իրավունք ունեն այնտեղ ասելու ամեն ինչ, միայն թե իրենք ողջ կերպով վերադառնան հայրենիք։ Այսինքն նույնիսկ եթե իրենք են դա ասել, նույնիսկ եթե այն ինչ ներկայացվում է ուղղակիորեն իրենց ասածն է, նույնիսկ այս պարագայում իրենք իրավունք ունեն ամեն ինչ ասելու եւ մեզնից որևէ մեկը իրավունք չունի նրանց մեղադրելու։ Բայց անկախ այս սկզբունքից ես վստահ եմ, որ շատ այսպես ասած ցուցմունքներ լինելու են կեղծ կամ կորզված խոշտանգումների կամ այլ ազդող միջոցների կիրառմամբ կամ տարբեր ձևերով խեղաթյուրված, կեղծված ձևով են ներկայացվելու հանրությանը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը նաև նամակ այսպես կոչ է հրապարակել, նշելով, թե ինչ կարող են անել Հայաստանի իշխանությունները։ Գոնե փաստաբանի այս կոչին իրատեսական է, որ կհետևեն իշխանությունները։ Թող իրենք արձագանքեն, բազմաթիվ կոչեր եղել են, նաև Հայաստանում մեր կողմից, իրավապաշտպանների կողմից, տարբեր կազմակերպությունների, հասարակական, քաղաքական գործիչների կամ կառույցների կողմից, որոշները կիսատ պռատ են, շատերը չեն արվել, բայց սա էլ հերթական գործնական ուղեցույցն է կամ առաջարկն է տվյալ դեպքում հրապարակված Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանի կողմից, որը պետք է իրենց համար ինչ-որ ձևով ուղղություն ցույց տա, եթե քաղաքական կամքը լինի, կանեն, իհարկե մենք չենք տեսնում, որ բավարար քաղաքական կամք կա այդ ուղղությամբ, սակայն տեսնում ենք, որ հանրային ճնշումը տեղեկատվական դաշտում այս թեմայի առաջ մղումը, այսպես ասած,
լրացուցիչ ճնշում է գործադրում ՀՀ իշխանությունների հանդեպ, որպեսզի իրենք նաև հրապարակային կերպով կոնկրետ գործողություններ կատարեն, եւ վառ ապացույցը փետրվարի 28-ի ԱԳՆ-ի հայտարարությունն էր, որը 1.5 տարի չէր եղել այդպիսի բովանդակությամբ հայտարարություն, իսկ վերջին օրերին արդեն տեսնում ենք նաև հրապարակային անդրադարձներ ու գնահատականներ։ Փաշինյանը օրերս ավելի կոնկրետ մարտի 1-ին ասաց անդրադառնալով հայտարարության ասաց, որ բազմիցս են եղել եւ Բաքվում գտնվող հայ գերիների ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ։ Դե ես բազմիցս արդեն արտահայտվել եմ, որ առնվազն հրապարակային կերպով այդ դիվանագիտական աշխատանքները գրեթե ոչ մի կերպ չեն երևում, իսկ այդ հայտարարությունը արդեն դրական դինամիկա է, այսպես ասած, որ պետական մարմինները հստակ գնահատական են տալիս Ադրբեջանում տեղի ունեցող կեղծ դատավարությանը, բայց գնահատական, բնականաբար պետք է նաև եւ հրապարակային եւ ոչ հրապարակային դիվանագիտական քաղաքական գործընթացներ տեղի ունենան։ Նաև ասեմ, որ այո, դրական է, որ միջազգային իրավական գործընթացներն էլ կան, այդ թվում մեր պատանդարված անձանց ազատ արձակման, նրանց իրավունքների պաշտպանության համար, տվյալ դեպքում Եվրոպական դատարանում ներկայացված գանգատներ կան միջպետական, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում կան, բայց մի կողմից այդ իրավական գանգատները ներկայացված են, մյուս կողմից պարբերաբար ՀՀ իշխանությունների կողմից, այդ թվում Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարվում է, որ այդ գանգատները պատրաստվում ենք հետ վերցնել։ Սա արդեն բացասական միտումն է ցույց տալիս։ Դրա համար մենք պայքարում ենք, որ այդպիսի հետդարձ քայլեր չլինեն, այլ հակառակը պետք է ճնշումը մեծացնել Ադրբեջանի հանդեպ բոլոր հնարավոր գործիքակազմերով։ Պարոն Բեգլարյան, այսօր Ալեն Սիմոնյանը պնդում էր, որ իրենք քայլեր անում են եւ հրապարակային քայլերը չենք տեսնում, որովհետեւ եթե տեսնենք, ապա հավանականությունը մեծ է, որ ընդհանրապես վերադարձնելու հնարավորություն չի լինի։ Դուք ինչ կասեք, նա նաեւ խոսում է այն մասին, որ երբ շատ ենք խոսում կամ բարձրաձայնում, դա առհասարակ process-ին ավելի շատ խանգարում է, քան օգնում։ Նայեք, իրականում կա նմանատիպ երևույթ, որ որքան ավելի ներքին դաշտում այս թեման աճում է, այդքան Ադրբեջանը կարող է այս խաղաքարտը օգտագործել եւ փորձել, կոպիտ եմ ասում, բարձր քաղաքական գնով վաճառել մեր գերիների վերադարձը, բայց հակառակ միտումն ենք մենք տեսնում, որ որքան մենք լռում ենք ու հանրությունը չի խոսում, այնքան քաղաքական իշխանությունը հանգիստ վիճակում է լինում եւ որևէ քայլ չի կատարում։ Դրա համար ես կարծում եմ, որ այս իրավիճակում ավելի ճիշտ է խոսել, բարձրաձայնել, ճնշել, պարտադրել թե ՀՀ իշխանություններին, թե բոլոր հնարավոր միջազգային ատյաններին, որպեսզի այս խնդիրը օրակարգային խնդիր լինի։ Իսկ Ալեն Սիմոնյանի նշածը իմ կարծիքով ուղղակի, այսպես ասեմ, մեր լռության պատնեշի հետևում թաքնվելու փորձ է։ Այո, ես վստահ եմ, որ կան եւ կարող են լինել փակ գործընթացներ, բայց դրանք որևէ ձևով պետք է նաեւ տեսանելի լինեն, նաեւ քիչ թե շատ արդյունքը տեսնենք։ Եթե կա այսբերգը ունենում է նաեւ վերևի հատված։ Ցույց տվեք այդ վերևի հատվածը, որպեսզի մենք վստահ լինենք, որ բավարար աշխատանքներ կատարում են։ Եվ նախորդին պատասխանին էլ հղում անելով, երբևէ մի խոսեք միջազգային իրավական գանգատները հետ վերցնելու մասին, եթե իրոք ամեն ինչ անում եք։ Դե տեսեք, օրինակ ինքը ասում է 150 պատանդարված եւ գերիներ ունեինք եւ այդքանին վերադարձրել ենք հիմա կարծում, որ 23-ի կամ գոնե 12-ի մասով ռազմաքաղաքական ղեկավարության մասով ոչինչ չենք անում, մեզ համար կարևոր է, օրակարգային է, բոլոր հարցերով, բոլոր հանդիպումներին բարձրաձայնում ենք։ Նայեք, նորից ասեմ, եթե վնասարար գործողություններ, հայտարարություններ չլինեին իրենց կողմից, կարելի էր այդ փաստարկը օգտագործել
եւ մենք միգուցե մի մասս կհավատայինք։ Բայց երբ մի կողմից միջազգային գանգատներն են ուզում հետ վերցնել, մյուս կողմից թիրախավորում են այնտեղ գտնվող տարբեր անձանց, վարչապետի մակարդակով, падգամավորների մակարդակով, ընդ որում եւ անվանական եւ ոչ անվանական, մենք ինչպես հավատանք, որ իրոք ամեն ինչ անում են։ Երբ падգամավորները անընդհատ թիրախավորում են կոնկրետ անձանց, ընդ որում ոչ միայն Ռուբեն Վարդանյանին, նաև նախկին բոլոր նախագահներին, նաև Դավիթ Իշխանյանին, առնվազն ես այս 5-ի մասով հստակ հայտարարություններ հիշում եմ, որ իրենց վնասող, իրենց վիրավորող, պախարակող հայտարարություններ են եղել։ Մենք ինչպես դրանից հետո հավատանք, որ իրոք սրտանց իրենք ամեն ինչ անում են մեր գերիներին վերադարձնել։